Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, իմ հյուրն է Մայր Հայաստան շարժման համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես երեք խորհրդարանում էր վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլը ցնցումների մեջ էր, անհավասարակշիռ պահվածք, ժեստիկուլյացիա ֆիզ կտրելու, հայհոյանքների անպատվության համբալներ կոչելու, ոտքերից բոլորիդ կկախեմ, ես ուղղակի ապշում եմ այդ ամենից հետո, թե օրինակ ինձ որպես խմբագիր ոնց են 5 դատական հայց ներկայացրել իմ նկատմամբ, որ վարչապետը նման խորհրդույթ է իրականացնում, ել չեմ ասում, որ ինքն ու իր տիկինը այս նկարտումներ ունեն, որ իրանք չգիտեմ ովքեր են, ինչ են եւ պիտի կրթեն, բայց իրականում սա ես չեմ կարծում, որ ու շատ պիտի խնդրեմ սրա մասին է խոսեք, պարոն Բոզոյան, այնպես չի, որ իրենց խնդիրը կրթելն է, իրենք շատ լուրջ ծրագիր են իրականացնում, օրինակ 2 օր առաջ ինչ որ էլի նմանատիպ հանդիպում է եղել դահլիճային եւ Նիկոլը ասել է այ ձեզ թվում էր որ հեղափոխությունը պիտի գա մենք բոլորը ձեր կյանքը բոլորի փոխվեր եւ բոլորդ ինձանից եք ակնկալում ոչ այն վիճակը որ կա դուք ամեն մեկը եք մեղավոր այդ ամեն ինչը ձեր մեջ փնտրեք այսինքն եկել է նոր մեղավորներ փնտրելու ժամանակը որովհետեւ դուք է շատ հաճախ բացատրում եք եւ ձեր հարցումները եւ ձեր ուսումնասիրությունները ցույց են տալիս որ այն հին երկերը այլևս չեն անցնում նախքին ու չգիտեմ ինչ թեպետ հələ դեռ իրենց խոսույթում կա եւ շարունակում են օգտագործել եւ նաեւ սրա մասին հիմա քիչ հետո կխոսենք բայց նաեւ երեկվա դեպքերն են զարգացումներն են հետաքրքիր նախ ասեմ որ Մայր Հայաստան խմբակցության մեջ իսկապես 6-7 падգամավոր կա որ փայլուն աշխատում են սա պիտի մենք արձանագրենք ես հիմա անուններ չեմ տա բայց նաեւ մյուսները պիտի հետեւություն անեն ինչով է պայմանավորված իրենց пассивությունը եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանն էլ հետեւություն անի, եթե մենք գնում ենք իսկապես նոր process-ների զարգացումների, ինչքան կարեւոր է մեզ համար ազգային ժողովը եւ ազգային ժողովի ամեն մի падգամավորի պահվածք։ Օրինակ Էլինար Վարդանյանին ասեք, որ արխիվում կարող է ընտրություններ լինեն, իրեն հուշեն, որ ինքը ակտիվանա։ Մենք ունենք падգամավորներ, ասենք Արմեն Ռոստամյանը, չգիտեմ ինչով է զբաղված Արմեն Գրիգորյանը, այնտեղ կան падգամավորներ, որ շատ пассив են, ոչինչ չեն անում։ Ես անձամբ հետևողական, տևական բան եմ աշխատել եմ այն ուղղությամբ, որ պիտի ազգային թևին ձայն տալ եւ հիմա տեսնում եմ, որ այդ աշխատանքը շատ пассив է։ Գալու է ժամանակ անվանական ձեր Մայր Հայաստան խմբակցության падգամավորների անվանական, այսպես ասել է, որ դուք пассив եք եւ պիտի դուրս գաք բարոյականության մասին շփոթեցեք երևի։ Հայաստան դաշինքի մասին է, որ դուք պիտի այնքան բարոյականություն ունենաք, որ եթե դուք խիզախում համարձակություն չունեք, հարցեր բարձրացնելու, կանգնելու այդ ազգակործանի արչեւ եւ իրեն մերկացնելու, ուրեմն դուք պիտի դուրս գաք ուղակի падգամավորական ձեր մանդատները պիտի դնեք։ Նորից եմ կրկնում, սա չի վերաբերվում Հայաստան դաշինքի 6-7 падգամավորներին, ովքեր փայլուն աշխատում են, կարող եմ անգամ անունները ասել Քրիստինե Վարդանյան, Գառնիկ Դանելյան, Աղվան Վարդանյան, Աննա Գրիգորյան, եւս 2-3 падգամավոր Արմենուհի Գյուրեղյան, հիմա այսպես կարող է 1-2 Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, որ շատ լավ աշխատում են։ Սա իդեպ, բայց ես ամեն ինչ ասեցի նրա համար, պատիվ ունեմի համար, իմիջայլոց Քիչ առաջ ուրեմն ես այսպեսի տող եկա, որ Մարգարիտ Եսայանը հարցազրույց էր տալիս, որ ասում է Նիկոլի վարկագծի պատասխանատուն, Մարիամ, սա ընդգծեք, պատասխանատուն ազգային ժողովի падգամավորներ են։ Դուք շատ ճիշտ եք։ Տիկին Եսայան, այո, դրա պատասխանատուն հանրապետական կուսակցությունն է, որ հիմա պատիվ ունեմ այդ խմբակցությունն է, որովհետև ես ասեմ, որ կամ դուք որոշում եք կայացրել, որ պիտի հարցեր չբարձրացնեն, հարցեր չտան այդ քննարկումների ժամանակ, այն ժամանակ, երբ որ այնտեղ է Նիկոլը կամ այդ թիմակիցները, իրենք ուղղակի չեն գնում ինչ-որ քվեարկում են, ներկայանում են եւ դուրս են գալիս, չեն մասնակցում այդ հարց ու պատասխաններին։ Հիմա դուք 3 տեսակ եւ ոչ միայն 3 այն հարցերը, որտեղ որ այն պնդումները, հարցադրումները
կան պնդումներ, հարցադրումներ, որ ուղակի հունից հանում են Նիկոլ Փաշինյանին եւ ինքը ամբողջությամբ մերկանում է։ Համաձայն եք, պարոն Բոզայ, երբ որ հարցը վերաբերում է Արցախին, երբ որ հարցը վերաբերում է հատկապես Թալանին, Նիկոլի կոռուպցիային, գյուղատնտեսությանը, հարցեր կա, որ այստեղ արդեն հունից դուրս է գալիս։ Բա դուք ինչի համար եք հանրապետական կուսակցություն, ձեր այդ падգամավորներով, պատիվ ունեմ պարոն Վանեցյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, որ հիմա որպես падգամավորներ խայտառակություն են, այն իմաստով, որ դուք ձեր աշխատանքը չեք կատարում։ Եթե որոշում եք կայացրել, որ չգնալ, ձեր որոշումը կարող եք վերանայել։ Ձեզ չեն ընտրել նրա համար, որ դուք ձեր քմահաճույքով միայն գնաք ազգային ժողով եւ ինչ որ հայտարարություններ կարդալ։ Այդ հայտարարությունները կարող եք ձեր տանը նստած, տեսախցիկի առջև կարդալ եւ տարածել։ Դուք պիտի գնաք եւ դժվար եւ բարձ հարցեր բարձրացնել, երկրին մեզ մեր հանրությանը մտահոգող հարցեր բարձրացնել, դա է նաեւ ձեր աշխատանքը։ Օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ եւ նաեւ թե չէ գնաք ապահովեք ինչը, քվեն ապահովեք, որ իրանք ամեն այլանդակություն փորձեն անցկացնել, ինչպես եւ անում են, որտեղ իրենք մեծամասնություն են։ Դուք այդ աշխատանքը չեք տանում, այնպես որ Մարգարիտա Եսայան, որ դուք ասում եք, առաջին հերթին գնացեք, ասեք պատիվ ունեմին եւ հատկապես հանրապետական կուսակցության։ Ես ասեմ, ունենալ այդպիսի падգամավոր, ինչպիսին Աննա Մկրտչյանն է եւ սահմանափակել նման падգամավորի, որ կարող է ցանկացած իշխանության ցանկացած ներկայացի բարձրաստիճան պաշտոնյայի շատ անհարմար հարցեր տալ եւ անհարմար իրավիճակի մեջ դնել եւ բացի այդ հարցադրումներ տալ եւ պնդումներ անել եւ շարունակել այդ պնդումներով բացահայտումներ անել խորհրդարանում, օրինակ թույլ չի տրվում, որ Աննա Մկրտչյանը եւ այնտեղ եւս երևի երկու անուն կարող եմ տալ, որտեղ օրինակ Մարտուն Գրիգորյան, պարզվեց դուք հայերեն խոսել գիտեք։ Միջև Գյումրու ընտրությունները ես կարծում եմ, այս անձը հայերեն խոսել չգիտի կամ ընդհանրապես խոսել չգիտի։ Պարզվեց, որ Գյումրու ընտրություններում եւ հարցը վերաբերվում է իր տղայականի կամ ես իմ ինչ հարցերի, այս մարդիկ խոսել գիտեն կամ ինչ որ բաներ, ինչ որ Սարիկին բաներ էր ասում, մյուսներին բաներ էր ասում։ Հիմա ես ուզում եմ, որ դուք նաեւ այդպես ձեր հարցերով այսօր Երևանը կոլապսի մեջ է, չէ, ամեն անձրևից հետո արցախցիների խայտառակ վիճակը, գյուղացիների այս սարսափելի վիճակը, Թալանը եւ կոռուպցիան, ինչի մեջ թաթախված է Նիկոլը եւ ինչից ուղակի ընկնավորվում է Նիկոլը։ Գնացեք եւ ձեր աշխատանքով զբաղվեք։ Հայաստան ունեմի մնացած մյուս 20, Հայաստան դաշինքի 20 մյուս падգամավորները եւ հատկապես, որ շատ վատ են աշխատում, պատիվ ունեմ խմբակցության падգամավորները։ Այնպես որ այն հարցերը, որ ասում եք պիտի impeachment բան, ազնիվ եղեք նաեւ խոսեք սրա մասին։ Սա իդեպի կարգով։ Հիմա հարցից ես ներողություն եմ խնդրում, այսպես երկար ծավալուն եղավ, ուղղակի նորից եմ ասում, պետք է անբարոյական չլինել։ Եթե դուք այդ աշխատանքը չեք անում, ձեր մանդատները դրեք, գուցե ձեզանից հետո կգան մարդիկ, որոնք կամ ձեր որոշումները կվերանայեք, եւ դուք կգնաք անհարմար հարցեր կտակ Նիկոլին եւ կբացահայտեք իր կոռուպցիան, Թալանը, Արցախի վաճառքը, Արցախահայությանը նման վիճակի մեջ դնելը։ Սա իդեպի կարգով հիմա գանք ուզում եմ ձեր կարծիքը լսել, ինչու է նման խանգարված վիճակում Նիկոլը եւ այսինչ խայտառակ հայտարարություններ արեց եւ դուք ես հիշում եմ մեր քննարկումներից մեկի ժամանակ պարոն Բոզյան դուք էլ նկատեցիք որ իրականում իրանց մտածողության մեջ է որ բոլորը համբալներ են երբ որ Ավինյանի հայրը ասեց դուք տեսաք ինքն է պնդեց երեք ասեց համբալներ այսինքն այս մարդիկ մտածում են իրենք չգիտեմ թուրքերի կողմից թե ում կողմից ընտրյալներ են իրենք արդեն միլիարդերներ են Նիկոլից բռնած բոլորը մնացածը համբալներ են ինչու է այս վիճակում Նիկոլը խնդրեմ տեսեք երբ որ եթե հիշում եք Աննա Գրիգորյանը եւ կարծեմ Քրիստինա Վարդանյանը հարցադրումներ տվեցին կապված կոռուպցիայի եւ այդ բռնաճնշումների որ կատարվեց նոր-նորքի թաղապետարանում դուք նկատեցիք հենց այդ պահին էր որ Նիկոլ Փաշինյանը բռնկվեց ինչու բռնկվեց որովհետեւ 18 թվականից հետո տևական ժամանակ է ինչ կար այնպիսի ընկալում, որ Թալանը ասոցացվում էր նախկինների հետ եւ նորերը եկել էին իշխանության, որպեսզի Թալանը վերացնեին, փոխեին մարդկանց կյանքը, մարդկանց կենսամակարդակը բարձրացնեին, անվտանգությունը բարձրացնեին եւ այլն եւ այլն։ 7 տարվա ընթացքում եւ բոլոր հարցումները եւ այդ թվում նաեւ իշխանությունը գիտի դրա մասին, ժողովրդի ճնշող մեծամասնությունը մոտավորապես 70-75% արդեն արձանագրում է իր համար, որ այն ինչ որ հրճակված էր 18 թվականին, փաստացի հուսահատեղել չի, կյանքի չի կոչվել։ Այսինքն անվտանգությունը ոչ միայն չի ուժեղացել, այլ փլված վիճակի մեջ է։ Մենք կորցրել ենք Արցախ, մենք կորցրել ենք մոտ 5000 երեխա,
սոցիալական կյանքը մարդկանց ոչ թե բարելավվել է, այլ ճիշտ հակառակը հետ զարգացում է ապրել։ Այն կոռուպցիան, որ կա այսօր բادرությամբ, միգուցե չերևացող է, բայց շատ ավելի մեծ է իր մասշտաբներով, քան նախկինում։ Ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք։ 2018 թվականից առաջ, երբ որ համախառն բանկային համակարգը ունենար $50 միլիոն ավել մաքուր եկամուտ, դա կամարվեր շատ լավ ցուցանիշ։ Սենց ասեմ ձեզ։ Այս 7 տարիների ընթացքում բանկերը աստղաբաշխական մակարդակի են զարգացել, ֆանտաստիկ մակարդակի, $100 միլիոն, $270 միլիոն, $600 միլիոն, անցյալ տարի $920 միլիոն մաքուր եկամուտ են ունեցել։ Այս տարի սպասվում է $1 միլիարդ ավել եկամուտ։ Հələ տեսեք մեր էկոնոմիկան ինչ վիճակի մեջ է, բանկերի հզորությունը։ Դուք գիտեք մարդկանց բանը ճնշող մեծամասնությունը վարկերի տակ ճգռված վիճակի մեջ են։ Մարդիկ այդ վարկերը չեն կարող 20%-անոց 15%-անոց վարկերը ոնց կանան այդ մարդկան։ Իսկ դրսից այդ բանկային համակարգը ստանում է կոպեկներով տոկոսներ, եւ այդ տոկոսները մարդկանց վաճառում է անգամներով ավելի շատ տոկոսներով եւ պետության կողմից զրոյական աջակցություն մարդկանց նկատմամբ։ Մարդիկ ստիպված, դուք գիտեք ինչ, տասնյակ հազարներով մարդիկ, եթե ոչ ասեմ 100,000-երով, մարդիկ ստիպված կորցնում են իրենց բնակարանները, վաճառում են, որպեսզի կարողանան ապրեն, հիմա վարձով են ապրում։ Այսինքն մարդը իր բնական ունեցած մարդը փաստացի չի կարողանում ապրի, բժշկության սպասարկմանն է շատ ծանր, կոմունալ սպասարկները չի կարողանում։ Ինքը վարկ է վերցնում, վարկը չի կարողանում տա, բնակարանը կորցնում է եւ դրա դիմաց ինքը հիմա արդեն վարձով է ապրում։ Դուք ցենց ասեմ դες դա արդեն դարել է բավականին մեծ տոկոս մեր բնակչության։ Եվ ըստ էության, տեսեք, կոմունալ ծախսերն են մեծացել, հույքարքն է մեծացնում, այսինքն բոլոր տիպի հարկատեսակները մարդկանց մեծանում են։ Էլ չեմ ասում փոքր բիզնեսի հետ կապված, ինչ խոստումներ էր տրված 2018 թվականին, եւ այն ինչ որ մենք տեսնում ենք, դա ողբերգություն է։ Հիմա 2018 թվականին իսկապես ժողովուրդը ուներ մեծ սպասումներ, իսկապես մարդիկ հոգնել էին հին վատ բարքերից։ Մարդիկ մտածում էին, որ վերջապես հիմա գալու է մի հատ իրավիճակ, երբ որ այդ վատ բարքերը վերանալու են եւ իսկապես մարդիկ ապրել են նորմալ մի կյանքում, որտեղ արդեն կլինի մեծ վստահություն իշխանության նկատմամբ։ Բայց հիմա մարդիկ մասսայաբար հիասթափված են, այդ մասսայաբար հիասթափությունը մարդիկ տեսնում են։ Այն ինչ որ կատարվեց օրինակ Նոր-Նորքի թաղապետարանում, երբ որ կամերաների առաջ թաղապետը խուլիգանի պահված դրսևորեց, խուլիգանի։ Հիմա տեսեք, 7 հոգով ծեծում են մի տղամարդու եւ դա անվանում են տղայական պահված, որտեղ տղայական պահվածքի հոտ անգամ չկա։ Բոլոր արժե համակարգի տեսակետից, երբ որ դու 7 հոգով հարձակում ես, ոհմակով հարձակում ես մեկի վրա, դա տղամարդության նշույլ անգամ դրա մեջ չկա։ Բայց հələ մի կողմ թողնենք դրանց հայտարարությունները, սպառնում են, ասում են, թե հանգարց ինքը հրաժարական իրան ուղարկեն, այսինքն հանեն, մենք միանգամից կոալիցիայից դուրս կգանք։ Ինչ են դա հայտարարում, որովհետև գիտեն, որ իշխանությունը մազից է կախված քաղաքապետանում եւ արդյունքում փաստացի այդ կուսակցությունը, որ իրեն հրճակել է Եվրոպամետ, իրականում ինքը Եվրոպամետ չէ, իրականում ինքը իր բարքերով ասիական ամենակեղտոտ բարքերով ապրող կուսակցություն է, որը ոչ մի մարդկային արժեքների մեջ չի։ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության մասին է խոսքը։ Եվ սա ամոթալի է այդ մարդը փաստացի Բայց տեսեք դժվար են պատկերացնում, ինչքան էլ ձեր գործընկերն է Անդրանիկը Թևանյան ասում է այն վիճակում է, որ տեսեք անգամ պատասխանը չտվեց եւ ստիպված էր գնալ դրան, մի քիչ Նիկոլին ճանաչելով հանդերձ եւ այսօր էլ ակնարկել է փաստորեն Ալենը ասել այո, պետք է հրաժարվի, չգիտեմ ինչ, այսինքն չեն մարսում մեծ հաշվով։ Բայց տրամաբանական, որտեղ տեսեք, հիմա ինչը հայտարարում այդ Մալացիա Սեբաստիայի թաղապետը, հայտարարում է, որ եթե իրան հրաժարական ուղարկեք, ես էլ հրաժարական կտամ։ Այսինքն ինքը իրան թվում է թե ինքը, որ աշխատում է թաղապետ, ինքը կուսակցակապետ է։ Հասկանում եք, ինչ մտածողություն։ Այսինքն այս մարդիկ մտովի, իրանք ապրում են բանդայի կոնցեպտով, այսինքն իրանք մի հատ մեծ բանդայի ներկայացուցիչներ են, իրանք ուղղակի ժամանակով սեփականներ են, իրանք համար, իրանք բանը ղեկավարը ոչ թե իրանց վերադասն է, իդեմս ասենք օրինակ գործող քաղաքապետի, անկախ նրանից թե քաղաքապետը ով է։ Արամ Զավենի։ Իրանց վերադասը իրանց խմբակի ղեկավարն է, այսինքն ոհմակի մտածողությունն է, եւ այդ ոհմակը իրեն հրճակել է արևմտամետ, եվրոպամետ, եւ դա ուզում են իրանք դա հրամցնեն մեր հասարակությանը, հա 23 թվականին կարողացան խաբել մեր ժողովրդին, բայց հիմա արդեն դա հնարավոր չի խաբել, դա խայտարակություն է։ Չէ 23 թվականին բանը հավաքան ընտրությունների ժամանակ իրանք հավաքեցին մոտավորապես 10%, բայց հիմա մարդիկ տեսան, որ սրանք խայտարակություն են, դրանք ինչ եվրոպական արժեքներ։ Նույնիսկ եմ ասում,
բռի ասիական արժեքները դա նրանց հետ կապ չունեն։ Եվ որտեղ մի բանի կամերայի առաջ մարդուն ծեծում են, եւ հենց մի հատ էլ հայտարարում են, որ դուք իրան պետք է չթողնեք, որ չուղարկեք։ Հետո ասում են այո, սա է դեմոկրատիայի տարբերություն, դալաններում ծեծելու, մենք ուղիղ եթերում ենք ծեծում, տեսեք, մեկում դա է։ Տեսեք, հիմա տեսեք, մեքենան դուք տեսաք, Գեորգ Ստեփանյանի մեքենան այրեցին, չէ՞։ Մայր Հայաստանի անդամ։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, այդ բարբարոսական ակտը, որ կատարվեց, իմ կարծիքով գրեթե կասկած չկա, թե որ դիրույթից է դա եղել, հա։ Հիմա ԿՊ-ն հայտարարում է, որ ինքը մեղադրում է, դատապարտում է այդ process-ը, չէ՞, բայց դատապարտելը քիչ է։ Դու շատ լավ գիտես, թե որ դիրույթից է դա եղել, գործ հարուսի, բացահայտել է, միշտ պարզ չի, թե որ շրջանակներ են արել։ Այն շրջանակները, որ թաղապետարանում այդ կեղտոտ այլը կատարեցին, նույնը կարող sense բանը, չէ՞, պարզ է, չէ՞, բոլորը։ Այսինքն, եթե մեկը սա կամերաները առաջա, մյուսը թաքուն գիշերը ժամը 4-ին է կատարվել, տարբերությունը ո՞րն է։ Մենք բոլորս էլ գիտենք։ Հիմա այդ ամենը, երբ որ ազգային ժողովում պատգամավորը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին եւ մանավանդ ինքը ցույց տվեց, որ թե ինչի համար է դա կատարվել, որտեղ կոռուպցիայի էլեմենտ կա։ Գոնե կարող ենք ասել, պարոն Բոզյան, որ որքան կարևոր է ազգային ժողովում, որ պատգամավորները ակտիվ աշխատեն, հարցադրումներ անեն, պնդումներ անեն եւ այսպես ճակատին շրխկացնեն, որտեղ ասը պատգամավորը դա պիտի անի, ինչքան կարևոր է դա։ Ամբողջ աշխարհում է դա կարևոր, ինչի մասն է խոսում, մենք ինչ ենք քննարկում։ Դե որտեղ պատիվ ունեն որոշում է կայացել, որ պիտի չգնա հարցը, իբր թե Նիկոլին մերժելա, Նիկոլին ճանապարհել եք, հիմա էլ բան, Նիկոլից թիմին մերժել, ի՞նչ է թեմայի խնդիրը է։ Ես կարծում եմ, որ ես դա արդեն չեմ ուզում դրա մասին գնահատական տալ, ի՞նչ է նշանակում, որ չեն գնա։ Գիտեք, ես նույնպես եմ ասում, ընդհանրապես ամենակարևորն է, որ եթե մենք ուզում ենք ձևավորենք դեմոկրատական երկիր, նախ եւ առաջ մեր գիտակցության մեջ պետք է ունենանք այն պատկերացումը, թե ինչ անշանակում դեմոկրատական պետություն։ Դեմոկրատական պետություն դա նշանակում է իսկապես աշխատել անկախ նրանից դու իշխանության մեջ ես թե ընդդիմություն, դու պետք է աշխատես։ Ու Հայաստան դաշինքի 10 պատգամավորներին ասա վերաբերում, ուրեմն եթե դու մտածում ես, որ քո առաքելությունը կամ որ քեզ նվիրեն մի հատ իշխանություն, դե իշխանությունով սկսես կամ գնանք հայտարարություններ կարդալ։ Ինչ հերոսական բան եք անում, հայտարարություններ եք կարդում։ Հիմա լավ է մի թոմ թողնենք, հիմա հարց։ Դուք ասում եք ինչի բռնկվեց Փաշինյանը, շատ պարզ, որտեղ որ Իրան ներկայացնում են երկու փաստ բռնության հետ կապված եւ թալանի հետ կապված եւ հանրությունը տեսնում է, որ այն թալանը, որ ասում էին թե ասոցիացվում էին նախկինների հետ, հիմա փաստորեն ասոցիացումը ներկայիս է։ Այսինքն Նիկոլը իր թալանով բռնվել է։ Տեսեք, ինքը Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր համակարգը ուղղակի թալանի մեջ մխրճված է։ Ինքը փորձում է ինչ-որ ձև լուծի, բայց չի կարողանում լուծի, որտեղ ինքը չունի մեխանիզմներ։ Քանի որ այդ մեխանիզմները չունի, ինքը օբյեկտիվորեն չի կարող ունենա։ Տեսեք մի հատ էլեմենտար բան ասեմ։ Հիմա Արամ Զավենիչը ինչ ուզենա կարող ունի, որտեղ եթե ինքը հանգարց իրան ոտը տրորեցին, ինքը միանգամից կսպառնա, որ դուրս է գալի կոալիցիայից, արդյունքում քաղաքապետարանում կառաջանա քաղաքական ճգնաժամ, կառավարման ճգնաժամ, եւ ստիպված պետք է Նիկոլը գնա արտահայտ ընտրություններ։ Կգնա, իհարկե ոչ, ինքը վախենում է արտահայտ։ Ցանկացած ընտրություններից է վախենում։ Իդեպ ինքը հայտարարեց, որ ինքը դեմ է արտահայտ ընտրությունների։ Ինչու՞, որտեղ իսկապես իր վիճակը թույլ չի տալիս որևէ ընտրության գնալը։ Շատ պարզ, ինքը շատ լավ գիտի իրավիճակը ոնց է, ինքը շատ լավ գիտի, որ ըստ էության հասարակական տրամադրությունը ահռելի ձևով փոխվել է 2018 թվականից հետո, եւ հիմա այսպես ասած ճոճանակը էսկոմ է եկել։ Եվ այդ իմաստով առաջացել է շատ ծանր վիճակ։ Փաստորեն ստացվել է հետեւյալը, որ իշխանության մեջ կա մի հատ խմբակ, որը բանդայի հոգեբանությամբ ապրում, եւ ինքը թելադրում է իրան ցանկացած բան։ Ես սա վտանգավոր բան է նախ պետության համար, որտեւ այդ մարդը կարող առավոտը զարթնի, ասի հիմա ուզում եմ այսպես բան, Սամոլոտի միս եմ ուզում ուտեմ, Փաշինյանը պետք է սպասարկի դա, որտեւ եթե չսպասարկեց, շղթայական process կարա գնա, կարող է պատահի ինքը իր կապրիզը։ Կարծում եք իր թիմում ինչ որ մեկը կա, ինչ որ խումբ կա, որ կարող է իրեն այդ պարտադրել։ Այսօր բդությամբ այդպեսի խումբ առաջացել է, իդեմս այդ Արամ Զավենիչի այդ խմբի հետ կա Հանրապետություն կուսակցություն կոչեցալով։ Այդ խումբը փաստացի կարելի ասել, որ իրան հրճակել է արևմտամետ չգիտեմ ինչ, այդ խումբը փաստացի պատանդի մեջ է գցել այս իշխանությանը եւ այս իշխանությունը արդեն կաղբատ կարգավիճակի մեջ է։ Բայց դուք տեսեք, սկզբում կար մի շրջան, որ ասում եք այդպիսի բան ունի արդեն նկարտումներ այնտեղ թիմեր են ձևավորվում, Անդրանիկ Քոչարյան, չգիտեմ քնչականի պետ, տեսեք հերթով ոնց բոլորին տեղը նստացրեց։ Բայց տեսեք տարբերությունը ինչի մեջ է, այդ իր թիմի մեջ ինքը կարողանում է այդ խնդիրը լուծել, բայց առանձին թիմը, որ էս կա արդեն, չէ, սա իր թիմի մեջ չի, այսինքն իր թիմի մեջ կարողանում է սաղի բաները պահի, բայց այս առանձին թիմի հետ ինքը չի կարողանում լուծի, որտեղ այս թիմը քանի որ ֆորմալ իմաստով առանձին քաղաքական կուսակցություն է, ինքը փորձ արդեն կարողանում է թելադրել եւ ինքը խաղի կանոնը արդեն հաստատում։ Տեսեք,
ինքը իրանք հայտարարում են, ասում են, դե դուք հանգարց մեր բաները չբավարարեցիք, մենք դուրս կգանք կոալիցիայից։ Պաշտոնապես ասում։ ՔՊ-ից ոչ մեկ նման բան չի կարող այդպես բան հայտարարել։ Տեսեք, երկու հոգի փորձեցին ինչ-որ բանաներին, իրանք միանգամից փակեցին այդ խնդիրը, այսինքն իրանք այնտեղ վտանգ չեն տեսնում, որտեղ ուժային բաներով կարան ճնշեն։ Ստեղ այդ խնդրեմը չկա։ Դրա համար այս մարտիկ տեսնելով որ ունեն հնարավորություն իշխանության վարկանիշներ կտրուկ անկում ապրել, իրանք շանտաժներով ամեն ինչ կորզելու են։ Հիմա դուք կտեսնեք, իրանք ցանկացած ինչ որ դա հնարավոր է Երևան քաղաքում եւ նաեւ տարածված լուրեր կան, որ իրանք հսկայական հիմա բայց այսօրվա Ալենի հայտարարություն բանը արդեն նշաններ է, որ մենք փորձելու ենք սաստել, փորձելու ենք հենց այնպես չէ, արդեն նորից այդ թեմային Ալենը, իսկ Ալենը գիտեք, Ալենը ոչ խելք ունի, ոչ մեղք ունի, ինչ ասում ասելու, բայց անկախ ամենից իհարկե իրանք դուր չի գալիս այդ իրավիճակը, բայց իրանք գործնականում հնարավորություն չունեն այդ խնդիրը լուծելու, որտեղ բոլորի արժեվ թաղապետը խուլիգանի պես պահել է, իմ չեմ շարունակում թաղապետ մնալ։ Այսինքն իրանք շատ լավ բոլորը գիտեն, չէ՞, որ դա ինչա նշանակում։ Այսինքն դա խաղի կանոն է։ Հիմա վաղը մյուս օրը իրանք չեն կարա ուրիշին ասեն, տես բան չի կարելի անել, որտեղ բացացի իրանք իշխանության մաս ներկայացուցիչ մարդը տենց ան, ընդ որում այդ մարդիկ չեն էլ հասկանում, որ իրանք սխալ են արել։ Անկեսորեն չեն հասկանում։ Մարդը անկես մտածում է, որ ինքը ոչ թե թաղապետ է աշխատում, այլ ինքը իրան խմբակի ներկայացուցիչ է, որը ինչ որ պայմանավորությունների համաձայն նշանակել է, այսինքն բանը ոնց ասենք ցեղերը որ կան, չէ, աֆրիկյան ցեղերը որ իր հետ կարան պայմանավոր, ինքը ցեղային մտածողությամբ է շարժվում։ Հիմա այսինքն այս երեկվա այդ բանից երևաց հարց ու պատասխանից, որ երկու բանում է, հա, Նիկոլը որ ինչպես ասեցինք հունից դուրս է գալիս, մեկը երբ որ պատին են դեմ տալիս իր թալանն է, եւ մյուսը Արցախի թեման, խելագարի նման ասում է, թող երեք նախագահները գան, բայց այս անգամ լավ զվարճացել էին, էլի, ասում են։ Գիտեք, արտենետի հին պլաստինկա է, որտեղ այդ ինչու է դա շարունակում օգտագործել։ Այսօր էլ սա ասեն նույն թեմայի հետ, Ալենն ասել է, պատերազմը գրպաններս գցեցիք, դուք տեսեք, հələ դեռ դա իրենք շարունակում են շահարկել, սա մասը։ Տեսեք, երբ որ մարտը հայտարարում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ինքը հանձնելով Արցախը փաստացի ճանաչել է տվել Հայաստանի պետականությունը, դա մոտորապես գիտեք ինչ են համար, Անժելա, պատկերացրա ձեր տանը, ես գամ ձեր տան կեսը վերցնեմ, վերցնելուց հետո երկուսով գնանք կադաստր, այն մյուս կեսը, որ ձեր կեսն է, մենք ձևակերպենք, որ ձերն է, դուք էլ հայտարարեք, որ վերջապես կադաստրը ճանաչեց, որ կվարձիռ այս կեսը իմն է, դուք հասկանում եք, չէ՞, ինչ նշանակում, այսինքն Բացացի քո հանձնածը դու ուզում ես ծախես հանրության այն բանի վրա, որ դու դրանից հաղթանակ ես տարել։ Այսինքն, երբ որ հաղթանակը իրանց համար պարտություն է, պարտությունը հաղթանակ է, չգիտեմ ինչ ասեմ, պատերազմը խաղաղություն է, խաղաղությունը պատերազմ է, ինքը այդ դաշտի մեջ է։ Այսինքն ինքը հայտարարում է, որ ինքը Արցախը հանձնելով ճանաչել է տվել Հայաստանի պետականությունը, բայց ամենախոխման գիտեք ինչի մեջ է, որ նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի պետականությունը։ Ավելին ինքը Փաշինյանն էլ է խոստովանում, որ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի ամբողջականությունը, այլ պահանջում է, ասենք, Գեղարքունիքի մարզությունի, բայց ինքը Փաշինյանն էլ է խոստովանում, երբեմն խոստովանում է, բայց տեսեք, խոստովանելով հետ միասին ինքը երեք հայտարարում է, որ ինքը ճանաչել է տվել Հայաստանի անկախությունը, այսինքն այդ մարդը այնքան է խճճվել, չգիտի թե որտեղ ինչ ասի, որպեսզի կարողանա մարդկանց վրա ազդել, բայց քանի որ մարդիկ տեսնում են, որ այս մարդը տարբեր տեղեր, տարբեր տեսակետներ է հայտնում, նույնիսկ տեղ են արդեն մարդիկ խճճվել եւ արդյունքում ինքը կորցրել է իր վստահությունը արդեն հասարակության ճնշող մեծամասնությամբ, եթե նախկինում փոքր մասան իրան չէր վստահում եւ չէր սիրում, հիմա արդեն այդ փոքր մասան դարձել է ճնշող մեծամասնություն, որտեղ 2018-ից համեմատած ճոճանակի սկզբունքով եկել է հասել է այս այսինքն մի քանի բանի վրա էր ինքը խաղում, մեր գրպանը գցեցիք, Արցախը արդեն ծախել եք, նախկին թալանչիները սա է եւ մեղավոր եւ երրորդ բանը մեղավոր են ռուսները Արցախի վերաբերյալ ամենալավը պատասխանալ Իլհամ Ալիևը 20 թվականի նոյեմբերի 9-ի պատերազմից հետո երբ որ պաշտոնապես հայտարարեց որ վերջապես ինքը կարողացավ համոզել եւ Հայաստանը ճանաչել որ Արցախը վերջապես Ադրբեջանի մաս պետք է լինի այսինքն ինքը մարդը խոստովանեց որ մինչեւ այդ միջազգային հանրությունը պահանջում էր որպես ինքը ճանաչի Արցախը Ադրբեջանի նաև որ ինքը չի կարողացել հաղթել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ասեց ես հաղթել եմ նրանց այսինքն չի կարողացել 20 տարի եւ Ալիևը խոստովանեց որ Նիկոլին հիմա չգիտեմ փող ա տվել 5 միջազգային բոլոր կառույցները զարմացած տեսեք միջազգային բոլոր կառույցները արմենիական կառույցները զարմացած հաստատում են որ
Փաշինյանը առաջի անգամ ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Պուտին ասեց ես ապշած էի որ ճանաչեց, որտեղ ինքը մտածում էր որ հայ ժողովուրդը չի կարող համակերպվի դրա հետ։ Հիմա մարդիկ որ տեսնում են որ հայ ժողովուրդը համակերպվել է դրա հետ, մարդիկ զարմացած են լավ այս ժողովրդին, բա մենք ինչի ենք լուրջ վերաբերում մինչև հիմա։ Հիմա եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը իրար հաց է աշխատում էլ պարոն Բոսյան, ուզում հասկանալ ինքը այսօր շահարկում է Թալանի առումով արդեն բարձե չի աշխատում։ Բոլորը տեսնում են որ ԿՊԱ-ականները միլիոնների, միլիարդների մեջ բան ապրում են։ Եվ արդեն ինչպես դուք ասեցիք նաեւ համակարգն է պայթում, ինքը դրա դեմ ոչինչ չի կարողանում անել։ Այս հարցում չի աշխատում, ինքը չի կարողանում դեռ շահարկել որ դրել են իրենց գրպանը։ Տեսեք 7 տարի մարդիկ սպասում էին որ պետքա լավ ապրեն, հիմա շատ ավելի վատ են ապրում, քան 7 տարի առաջ։ Շատ ավելի վատ։ Չէ, Արցախի հարցն եմ ասում, Արցախի մասով նույնց եմ գրում, Արցախի մասով ողբերգությունը կանում են դրա մեջ, որ պատերազմից հետո արդեն բոլորը արձանագրեցին եւ արևմտյան շրջանակները եւ Ռուսաստանը, որ իրանք զարմացած են, որ հայ ժողովուրդը փաստորեն համաձայնվեց, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ որ Փաշինյանը Պրահայում դա հաստատեց, դա ուղղակի բոլորի համար շոկ առաջացավ։ Պուտինը ուղղակի անկեղծորեն զարմացավ, որ ասեց ոնց փաստորեն այս ժողովուրդը 88 թվականից պահանջում էր Արցախ, հիմա գնաց հանգիստ համաձայնվել է, ես նույնիսկ եմ պատկերացրեք ձեզ դրեք Պուտինի կամ բանը Տրամպի տեղը, դուք ո՞նց կվերաբերվեիք հայ ժողովրդին սրանից հետո, հասկանում եք, չէ՞, ես չեմ ուզում ավելորդ բան ասեմ, եւ այդ պարագայում զարմանալ թե ինչի այս ժողովրդի մեծ մասը արդեն չի վստահում Փաշինյանին, դա պետք չի պետք է զարմանալ թե ինչի 7 տարի պետք եղավ որպեսի նոր հասարակություն։ Այո, եւ նաեւ զարմանալ այնուամենայնիվ 7 տարի։ Բայց նույնիսկ այդ հարցում այս ժողովրդին չեմ մեղադրում, որտեղ ժողովուրդը պետք էր աշխատել, ցավոք սրտի մեր ընդդիմադիր վերնախավը շատ վատ աշխատեց 7 տարվա ընթացքում եւ պետք է նշել որ հանուն արդարության մեր ժողովուրդը խորապես հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից ոչ թե ընդդիմության աշխատանքի շնորհիվ, այլ բնական իրաց կյանքի շնորհիվ եւ իսկապես ժամանակը բերեց դրան եւ դա ողբերգություն է, դա փաստ է, բայց դա ողբերգություն է։ Եվ տեսեք լավ է դուք այն գործիչներից եք որ շատ հաճախ եք լինում մարզերում, գյուղերում, տեսնում եք թե ինչ է կատարվում, պետք է որ դուք էլ ընդունեք, որ ըստ էության ես էլ եմ երեք դրա մասին խոսել, որ այնպես չի որ մեր խոսքը հասնում է նաև ինչ որ տեղեր կա որ չի հասնում, որտեղ ինտերնետ տիրույթ չկա, մարդիկ միայն հեռուստացույց են նայում, իսկ հեռուստացույցը այսինքն հմեկի սփռումը ամենամեծ սփռումն է եւ կարծեմ պատահական չի։ Դրա մասին մի հատ ամեկ պլյուսը փակվեց, հետո հնարավորություններ տվեցին, միջև հիմա խոսում է երկու ընդդիմադիր հեռուստաընկերություն զրկվել են կապուղուց եւ Երկիր մեդիան եւ H2-ը դրա մասին խոսք չկա, ինչի համար, որտեղ շատ գիտակցված արել են։ Երեք էլ ասում խոսքի ազատություն, 5 հատ գործ կային վրա, այդ ո՞նց եղավ քո խոսքի ազատություն։ Խոսքի ազատություն, չգիտեմ ինչ է խոսում, երկու հեռուստաընկերություն զրկել են, էլի գիտակցաբարներ, որտեղ ինքը գիտի, որ իր ընտրողները այնտեղ են եւ ինքը համեկով ամբողջ օրը հակա արցախյան քարոզ կտանի, հակա բանը, թալանչիներ բան նախկիների նկատմամբ քարոզ կտանի եւ ամենավտանգավոր բանը մենք նախորդ անգամ էլ խոսեցինք, որ ես նաև համաձայն եմ նրա հետ, որ այստեղ նաև մեծ բան է անում Ազատություն ռադիոկայանը, որտեղ ի տարբերություն ռուսական ռադիոկանալի ոնց էր կոչում Սպուտնիկը, որ իրեն այսպես բարձր է պահում, չգիտեմ ինչ որ բան է պահում, ասենք օրինակ հակաամերիկյան քարոզ չի տանում, բայց միա դուք հետևեք, տեսեք թե Ազատություն ռադիոկայանը ընդհանրապես վերջին 10 տարիների ընթացքում ինչ է արել, այն որ Հայաստանի հիմքերը խարխլելու պետականության հակապետական բանը քարոզ է տարել եւ նաեւ հակառուսական քարոզություն է տանում, իսկ դա մեր պետության մեծ հաշվով մեր պետության դեմ է։ Հիմա ես ուզում եմ այս հակառուսականության հետ կապված, հա, խոսենք որ այն ամենից սենց ասեմ էլի, ես այն կարծիքին եմ, որ ընդհանրապես մամուլի ազատությունը պետք է լինի իմ անունով բացարձակ արժեք։ Այլ խնդիրը որ մենք պետք է մեղադրենք ոչ թե Ազատություն ռադիոկայանին, այլ թող մտածեն այն շրջանակները, որոնք բայց փակել է երկու կապուղի չասենք դրա մասին։ Չէ, այդ ուրիշ H2-ին եւ Երկիր մեդիայի։ Ես սենսի բան ասեմ, միանշանակ հատկապես H2-ի փակելը իմ համար շատ հասկանալի է, որտեղ ինքը մետրոային ալիքեր ամբողջ Հայաստանում մեկ դիտումը կար եւ իրանք կանխամտածված քայլ արեցին, որպեսզի զրկեն դա, որպեսզի մեր ժողովրդի մեծ մասը, այո, զրկված լինի բազմակողմանի, այո, հա։ Ինչ վերաբերում է ոչ հեռուստատեսային բանին, ապա ես կարող եմ ասել, որ հայլի գործունեությունը շատ դրական է, շատ դրական։ Չէ, որ չի հասնում հեռուստաճանաչերին։ Բան չունեմ ասելու, չի հասնում, բայց ես մատ ուրիշ բան էլ կարող եմ ասեմ, որպես բան։ Տեսեք, արևմտյան շրջանակները շատ ակտիվ դեր են կատարում մեդիայի վրա աշխատելու համար։ Դուք հաջորդ հակառակ կողմն էլ շատ մեծ դեր կատարի։ Ցավոք սրտի դա մենք չենք տեսնում։ Եվ դա ըստ էության մեղքը ոչ թե մերն է, այլ եթե մենք ասում ենք աշխարհակաղակական բախում կա Հայաստանում, լավ կներ որ այդ աշխարհակաղակական բախումը գոնե մեդիայի դաշտում գոնե հավասարව բալանսավորված լիներ։ Այդ բալանսավորը մենք չենք տեսնում։
Այն պայմանները, որ դուք եք աշխատում, ես տեսնում եմ, այն պայմանները, որոնք աշխատում են բոլոր այդ բաները, շատ ավելի համեստ են, շատ ավելի համեստ են, կան այն շրջանակները, որոնք շատ ավելի մեծ ներդրում են անում եւ պետքա ոչ թե մեղադրել այդ մարդկանց, որ մեծ ներդրում ան, այլ պետք է ասել, իսկ ինչի է մյուս կողմը տես ներդրումներ չի անում։ Եվ դրա համար մենք որ ասում ենք թե ինչի է ամբողջ աշխարհում մեկ Չէ, բայց ներողություն, հանրային հեռուստաընկերությունը դա հանրային հեռուստաընկերություն է, որը տանում է կոնկրետ դա բան քաղաքականություն, նիկոլական թուրքական քաղաքականություն է տանում։ Դա դրա մասին է պիտի խոսենք։ Հանրային առանձին թողնենք, հասկանալ է, միշտ էլ ինքը իշխանության բանն է, բանալը, բայց ես ուրիշ բան եմ ասում, այստեղ առանձին թեմա կա։ Թեման հետեւյալն է, որ եթե կա բան աշխարհակաղակական բախում, եւ տեսնենք թե տեսեք օրինակ Վրաստանի օրինակը, Հայաստանի օրինակը, Ուկրաինայի, Մոլդովայի օրինակը, բացի մի կողմը հսկայական ներդրում է դնում մեդիա դաշտի մեջ, մյուս կողմը ըստ էության ոչ մի բան չի դնում եւ մեղադրում է որ արևմուտքը իրանց դեմ արշավատանում եւ ինքը հակառուսական process-ը տանում։ Չէ, ես ասեմ ձեզ, տես չի։ Օբյեկտիվորեն դու գոնե պետք է գոնե համարժեքին չափ մակարդակի պետք է ներդրում անես, որպեսզի դու ակնկալիք ունենաս, որ քո թեզն էլ կարող է հասնի հասարակությանը։ Այդ ես կարծում եմ, որ սա այդ պրետենզիան պետք է արդար գնահատենք, որտեվ առանց դրա հնարավոր չէ խնդիրը լուծել, որտեվ իսկապես Հայաստան մեր ժողովուրդը պետք է ստանա բալանսավորված տեղեկատվություն։ Բալանսավորվածությունը օբյեկտիվ է, այսօրվա դրությամբ մենք պետք է արձանագրենք, որ բալանսավորված տեղեկատվությունը ինքը չի ստանում։ Ինչ պատճառով, եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառով, բայց մի բան կարող ասեմ, նույնիսկ այս պայմաններում հատկապես հայլի դերակատարումը ես շատ բարձր եմ գնահատում, որտեղ նման պայմաններում այս աստիճանի աշխատելը, այս հաջողության հասնելը, իհարկե շատ ավելի մեծ հաջողության հասնել կներ, եթե հայլն ուներ այն գոնե կեսը, որ ունի, ասենք, օրինակ Ազատություն ռադիոկայանը։ Ես չեմ ուզում ասեմ բայց դա արդեն պրետենզիա, բայց դա արդեն վերջին 28 օրում 18 միլիոն միայն հետևորդ ունի YouTube-ը, սա արդեն այդ պրետենզիան քո հանդեպ չի, այլ այն շրջանակների վրա է, ովքեր որ պարտավոր էին, պետք էին ասել, որտեվ այդ ի վերջո այս շրջանակը իսկապես ազգակենտրոն, Հայաստանակենտրոն քարոզատանում եւ ցավոք սրտի այս վիճակի մեջ է, բայց դա առանձին թեմա է, մենք Չէ, լավ է, ես գիտեմ, որ դուք նաև այդ գիտակցում ունեք, որտեվ շատ միշտ էս բանը կա, չէ, որ ինտուզիազմի վրա ինչի էնտուզիազմի վրա, էնտուզիազմը լավ բան է, բայց ժամանակից աշխարհում էնտուզիազմը դա տրիգերի դերակատարում, հետագա process-ները դու պետք է քաղաքական եւ լրատվական մեխանիզմներ աշխատես։ Երբ դու տեսնում ես թե համաշխարհային այդ լրատվական հոսքերը ինչ մասշտաբով են աշխատում, դու էլ պետք է համարժեք բան սարքես։ Եթե դու համարժեքը չես սարքում, հետո մեղադրում ես, որ աշխարհում ձևված է այս բան, կներես ում ես մեղադրում։ Լավ, ես ուզում եմ հասկանալ, տեսեք, կարծեմ Լոքյանի ժամանակաշրջանը իր խոսքերն է ասում էր, որ երբ որ երկրորդ նախագահի ժամանակ ասում էր, այսպեսի հրահանգեր տեղ, եթե հանկարծ 5 կիլո ինչ-որ մի հատ բերք մնաց գյուղացու վրա, հողի մեջ, դուք դրա պատասխանը տալու եք, ասում եք, թե ինչ կատեգորիկ եւ այդ սուբսիդավորման հարցներ, չգիտեմ ինչ հարցեր, գյուղացիների հետ կապված, ասենք շատ կոնկրետ եւ այդ ցանկացած գյուղացու որ խոսությունից կասի, թե այդ ժամանակ ինչ խթան էր հանդիսացել եւ գյուղատնտեսությունը ոնց է զարգացել, հա ինչն է իմիջիալոց ուշագրավ, որ գյուղացիները արդեն երեք խոսում են բանը գնացել են այնտեղ նկարահանվել, ողբերգական սարսափելի վիճակի մեջ են։ Ես որ լավ գիտեմ, ասենք դուք պատկերացրեք ամիսներով մարդիկ ներդրում, մի անգամ պետք է խեղճ ու կրակները բերք ստանան, ասենք տակա ու վերջացա, պատկերացնում եք։ Այն մեկն ասում էր դուք այդ մարդը $200,000 ներդրում ա արել, այսինքն ամիսներով գյուղացին բերել այնտեղ բանվորներին, գյուղացիները աշխատել են, վճարել ա, չգիտեմ ինչքան փող ա դրել ու հավասարվել է հողին։ Տեսեք, Անժելա, ուրեմն աշխարհում ոչ մի զարգացած երկրում գյուղատնտեսությունը եկամտաբեր ոլորտ չի համարվում։ Աշխարհի բոլոր երկրներում ժամանակից աշխարհը այդպեսին է։ Աշխարհի բոլոր երկրներում գյուղատնտեսությունը դոտացիոն բան է։ Եկան դոտացիոն շատ կարևոր, որտեվ առանց գյուղացիության զարգացման, գյուղացիական համակարգի զարգացման երկիրը չի կարող ինքնաբավ տնտեսություն ունենալ, դա փաստ է, չէ՞։ Հիմա լավ, դիցուկ ասենք Հայաստանը չունի ռեսուրսները, որ մեծ դոտացիաներ տա, բայց Հայաստանը կարող է ունենալ որոշակի պարտավորություններ վերցնի, օրինակ ասենք խոշոր ընկերությունները, իսկապես այդ ինչ որ դու նշեցիր նախկինի ժամանակ մարդիկ գալիս էին պարտավորություններ էին վերցնում, ասում են այսքան տոննա բերք կվերցնեմ գյուղացուց։ Կարա տես բան ունի։ Հաջորդը հիմա մենք բոլորս հասկանում ենք, որ իսկապես մենք կապիտալիզմի ժամանակահատվածում ենք ապրում, բայց այդ կապիտալիզմը կներես վայրի բնույթ չի կրում։ Գյուղացիները ճգռած աշխատում են։ Գյուղացիները ճգռած ինչի պետությունը չի կարող հատուկ օրինակ քաղաքականություն տանի, որպեսզի ցածր վարկերով կարողանա բանանի գյուղացիությանը։ Կարա հարցնում։
Դա առանց դրա գյուղացին չի կարա։ Այսինքն գյուղացուն ինքը դրել է կներեք հիմարի տեղ, էշի տեղ, գյուղացին պետք է առօրյա իրգուն աշխատի, որ մի հատ մի օր կարկուտի արդյունքում իրաց ամբողջ բերքը կկորցնի։ Սա քաղաքականություն է։ Մի երկրում, որտեղ գյուղատնտեսություն նախարարություն գոյություն չունի, հասկանես ինչ նախարարությունը, այսինքն փաստացի քո իմիջայլոց չգիտեմ բնակչության մոտավորապես 40% ապրում է գյուղում։ Լսեցիք այդ գյուղացիների թե չէ, ես երեք է զարմացա։ Դուք տեսնեք ինչ առողջ դատում են, առողջ 1000 գլուխ Նիկոլից խելոք դատում են, ասում մենք պետք է այսքան ես ինչ ստանանք, ջուրը էս պետք է ստանանք, սա պետք է անենք, կարկտակայանները պետք է, այսինքն գնա լսի գոնե։ Գնա լսի տես այդ խեղճ գյուղացիների այնքան փնտի համակարգա, որ այդ ինչ մի բան է, որ այդ հակակարկտային համակարգը աշխատի, որ գոնե այդ բանը աշխատի։ Դա չեն անում։ Այսինքն այս պետությունը փաստացի պատրաստ է բավական չի տարել են, մի հատ էժանն են բերել, գողեր, խուժաններ։ Մի բանկերին տա $1 միլիարդ, մաքուր եկամուտ, բայց գյուղացուն չստացվում։ Եվ դրանից հետո հայտարարի, որ մեր միջին աշխատավարձը $700-800 է։ Այդ $700-800 որ ասում ես, հələ գնացեք հələ գյուղերում կամ բանը ռայոնում տեսեք 70-ից 100,000 դրամից ավել այդ մարդիկ չեն ստանում։ Էսա իրականությունն է։ Համատարած է, այսինքն մարդիկ 150,000 դրամ աշխատավարձի մասին երազում են։ Օրինակ այդ խեղճ մարդը, որ ասենք լավ, ընդունենք գումար ա ունեցել, եկել է 20 հեկտարի, 10 հեկտար ունի, չգիտեմ կամ 3 հեկտար, $300,000 ներդրում, ինչ ա անել այդ մարդը։ Վերջացավ, չէ՞ այդ մարդը։ Իհարկե վերջացավ։ Իհարկե, նույնպես եմ կրկնում, բայց ինքը իր վերջանալուց հետո վերջանում է նաև մեր գյուղատնտեսական համակարգը։ Ինչ անելու Ինչի է մեր մոտ գյուղատնտեսական։ Ինչ անելու ստիպածելն այդ հողը, չգիտեմ, վաճառել, սննկանալ, չէ՞, վերջանալ այդ ամայանա, այդ հողետով է գնալու գնի։ Տեսնում ա, չէ՞, Դրամալ մարդիկ արտագաղթում են, գյուղը թողնում են արտագաղթում են, գնում են արտասահման։ Պիտի մնա, շատ լավ է որ գիտակցում եք, իրենք էլ լավ է որ խոստովանեցին, ասեցին մենք գնացել ենք ընտրել ենք, լավ, ասենք թե այդպես սխալվել եք, հիմա պետք է նույն ձևով պայքարեք, որ սրան բռնեք։ Հայաստանում կա ֆունդամենտալ խնդիր, իսկապես հողերի մշակման էֆեկտիվ համակարգ ստեղծել, որտեղ բազմաթիվ հողեր Հայաստանում չեն մշակվում, բազմաթիվ հողեր։ Այո։ Պետք է լինի քաղաքականություն, որը պետք է շահագրգռի եւ ֆունդամենտալ աջակցի։ Այդ գյուղացիները իրենք ասեցին, ասում նախկինների ժամանակ ով կհավատար, չէ՞ որ կգա մի պահ, չնայած սա շուտ պիտի լիներ։ Արդեն հայ ժողովուրդը կամ գյուղացիները իրենց բերանով են ասում, էս ինչ բան է, նախկինների ժամանակ լավ էր, գոնե սա էին անում, նա էին անում, էս էր։ Գյուղացին չի ասում, դա ամբողջ բնակչությունն է ասում, բայց չի նշանակում, որ պետք է մենք վերադառնանք ոչ թե նախկին, մենք արձանագրում ենք, չէ, արձանագրում ենք, որ նախկինի ժամանակ անհամեմատելի վիճակը այսօր։ Խայտարակություն է բոլոր գների, աշխատավարձների բաների մասով այս կենսամակարդակը մարդկանց ուղղակի անտանելի է նախկին հետ համեմատած։ Այլ խնդիր է, որ մենք պետքա փորձենք ոչ թե վերադառնանք նախկինում լավ բաներ կային, եկա վատ բաները, վատ բարքերը պետքա մերժենք, իսկ այն լավը որ եղել է նախկինում, երբ որ երկրի ղեկավարը կանչում էր բանկերի ասոցիացիայի նախագահին, ասում էր գիտեք ինչ, նենց աշխատեք որ բան անենք, որի արդյունքում, եթե դու մի հատ հաշիվ ունես բանկում եւ ունես մի հատ ուրիշ հաշիվ բանկում, այդ որ դու փոխանցում ես, տես դու քեզ միջնորդավորված չի վերցնում։ Չէ, բայց ես ուզում եմ որ նաեւ մենք եկեք բանը շատ չքարկոցենք նախկիներին։ Ես ասեմ որ իրականում պարոն Բոզյան, տեսեք, ուրիշ բան եմ ուզում ասել։ Տեսեք, իրականում գործ անող այդպես է, իմ ճանաչած բոլոր այն տղամարդիկ, որ դե գործի առումով եմ ասում, ովքեր որ ռեալ աշխատող գործանող են, իրանք շատ չեն սիրում շատ խոսել, մեծ խոսել, իրենց արած մարդը ռեալ, մարդը գործանող է, չէ՞։ Նո որ ռեալ գործանողը շատ չի, այս կոմենկոմ սկսում է։ Հիմա տեսեք նախկիների ժամանակի որ ռեալ, ասենք մարդիկ ճանապարհներ են կառուցել։ Երեք էլ ասեցի, ես մանումենտի հուշարձանի տակով որ իջնում են, չէ՞ Մայր Հայաստանի, գալիս եք հերացու գլուխ, ամեն օր ես գալիս եմ մի ժամ 3 րոպեվա ճանապարհը չենք անցնում։ Ինչի՞ մի հատ դա պիտի կարգավորեն, այ բոմժեր։ Այն ներքին գործերի նախարարեց ինչ բոմժ ես, ես չգիտեմ, ճանապարհային այնտեղ տեղակալն է զբաղվում ոստիկան ներքին գործերի նախարարության, չեն, այսինքն տված պատրաստի իրենց տվել են, մի հատ ճանապարհի հարց պիտի կարգավորեն, որ այդ խցանումները չլինի, մարդիկ ժամերով ճիշտ չեն իջնում, բայց եթե արել են, գուցե դա է խնդիրը, որ իրենց արածի մասին պիտի խոսեն, իրենց թվում էր, մի անգամ ինձ ասեց երկրորդ նախագահը, ասում է, դե ինձ թվում էր արածս գործերը պիտի խոսեն իմ մասին, բայց փաստորեն չէ, նաև մենք պետք է այդ թիմեր են, ինչեր են, պետք է նաև ներկայացվի։ Նույն գյուղացիներին, տես ամեն ինչ պետք է արվի։ Ընդհանուր առմամբ նախկինում եւ լավն ա եղել, եւ վատն ա եղել։ Մենք պետք է լավը վերհիշենք, վատը մերժենք եւ իսկապես նոր էջ բացելով մենք
շատ արագ կարանք նորից վերականգնենք որպես պետական։ Իհարկե մենք շատ մեծ խնդրեմ ունենք, մենք կորցրեցինք Արցախը։ Մենք ֆունդամենտալ շատ ավելի բարդ խնդիր է, բայց գոնե Հայաստանի վիճակը մենք կարանք այդ բանը վերականգնենք։ Այն ինչ որ սրանք կան, սրանք արդեն դատապարտված են, սրանք ոչ խաղաղություն կարան բերեն, ոչ սոցիալական կարգավիճակ կարան բերեն, ոչ տնտեսություն կարան զարգացնեն, ոչ այլևս սրանք ավարտված վիճակի մեջ են։ Սրանք արդեն ապացուցել են իրենց ամեն ինչով, իրենց քաղաքականությունով, իրենց պահվածքով, ասենք իրենց խուժանությունով, մարդը խուժանություն է անում, անունը դնում է եվրոպական արժեքներ, հասկանում ես ի՞նչն է խնդիրը։ Ավելին կարամ ասեմ, խուժանը պարտադրում է, որ իշխանությունը դառնա պատանդ իրա։ Այս բանից հետո մենք ինչ կարանք խոսանք։ Ուրեմն Ալենը երբեք բանը հենց այնպես բաներ չի ասում, պարզ է որ SMS-ով երևի գրում է Նիկոլը, տենց են ասում ու ինքը ասում է, հայտարարեց որ մենք 50+1-ը արդեն ունենք եւ նաեւ երբեք թույլ չեն տալու նախկինների վերադարձ, խնդրեմ։ Դե գիտեք դա եւ նաեւ հիմա տեսեք իրենք նոր բառ են մտցրել շպիոններ, իրանք թուրքի գործակալ լինելով ասում են բանը իրանք բոլորը շպիոններ են եւ ռուսները ուզում են այստեղ բանը հիբրիդային պատերազմ անեն։ Գիտեք, ես նույնիսկ մարդը երբ որ տենց բան է հայտարարում, դա նշանակում է որ մարդը դա հայտարարում, որպեսզի իր թիմը պանիկայի մեջ չմտնի։ Ինքը իր թիմը պանիկայի մեջ է, որտեղ այն ինչ որ կատարվեց Գյումրիում, ինքը տեսնում է որ նույն բանը կրկնվելու է նաեւ գալիք ընտրությունների ժամանակ։ Ընդ որում ժամանակն աշխատում է իրանց դեմ։ Դա ակնհայտ է։ Նույնիսկ եմ կրկնում, իրանք այլևս այն հեղինակությունը, որ ունեն 2018 թվականին, արդեն չունեն։ 21 թվականին միջանկյալ շատ քիչ էր անցել, այդ ժամանակ իրանք կարացան այդ խնդիրը լուծել, բայց հիմա արդեն այդ մարդկանց իրանք կորցրել են անվերապահ, այսինքն վերջնական կորցրել են արդեն։ Քանի որ գիտեն որ կորցրել են, գիտեն որ արդեն չեն կարողանալու վերարտադրվել։ Դրա համար իրանք տարբեր տիպի իդեալներ են գցում, որ մենք 51% ենք հավաքելու, որ ընտրություններով հնարավոր չի փոխել։ Այդ բոլոր խոսույթները դրա համար է, որպեսզի իրանք խոչապը կանգնացնել։ Էսա խնդիրը, որտեղ իրանք շատ լավ գիտեն, որ իրանք արդեն պրծած են արդեն։ Նույնիսկ եմ կրկնում, դա ակնհայտ է, բոլորի համար է հասկանալի։ Ցանկացած այն մարդիկ, ովքեր որ լուրջ զբաղվում են քաղաքականությամբ, իրանք շատ լավ գիտեն։ Տեսեք, եթե դες չլներ, ուրեմն իշխանությունը հավերժ կներ բոլոր երկրներում էլ, բայց տեսեք, Վրաստանում փոխվեց, տեսեք, Մոլդովայում փոխվեց, Ուկրաինայում բոլոր երկրներում փոխվում են, ինչի, որտեղ ամեն մի իշխանություն ունում է իր սկիզբը եւ վերջը։ Հիմա այս մարդկանց սկիզբը եղավ 18 թվականին, վերջը լինելու է ամենաուշը 26 թվականին։ Իրանք շատ լավ գիտեն, բայց քանի որ իրանց մեջ կա պանիկա, խոճապ իրանց թիմի մեջ, որպես այդ խոճապը կանգնացնեն, իրանք սկսել են հայտարարել, որ մենք ինչի են 50-ած, կարան 80+1% ասեն, դա ավելի լավ թիվ է, ավելի հաճելի թիվ է, տենց էլ կարան ասեն։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այդ տարբերակ իրանք այդ շանսը չունեն։ Իրանք ինչ է մնացել, միակ բանը մնացել է, որ կանոնացնեն իրանք խոճապը եւ գզվրտոց սկսեն հակառակորդ ճամբարում։ Սա է խնդիրը։ Այդ խնդիրը փորձում են լուծել, բայց ես կարծում եմ, որ ի վերջո, քանի որ հանրությունը արդեն այնքան է հասունացել եւ ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ ժողովուրդը հասունանում է ոչ թե քաղաքական էլիտայի ջանքերի շնորհիվ, այլ բնական է հասունանում։ Կյանքն է ստիպում, ցավոք սրտի եմ ասում, ժողովուրդն է ստիպելու, որ քաղաքական վերնախավը իշխանությունը հեռացնի։ Էս է իրականությունը։ Տեսեք, Վիլեն անունով падգամավոր ուներ ԿՊ-ն, այն որ հայհոյեց բան, իբրև թե դրա համար հեռացրեցին փաստորեն, հիմա Նիկոլն էլ է հայհոյում, Ալենն էլ, մնացած բոլորն էլ հայհոյում են, ծեծում ջարդում են, բայց դա հիմք չի անցանում, որ իրենք, այսպես ասած, հրաժարական տան կամ այդ թաղապետերը բան հրաժարական տան, բայց Վիլենը նաև ուրիշ բան ասեց, Վիլեն ասեց, «Սեստենից մենք գնալու ենք 26 թվին»։ Ուզում կապել ձեր խոսքի սկզբի հետ, որ դուք ասեցիք, որ ինքը այսպիսի հայտարարություններ անում է, որ թիմը խոճապի մեջ չհայտնվի։ Տեսեք, իդեպ անկախ նրանից թե ոնց ես իրան չեմ էլ ճանաչում, այդ Վիլեն Գաբրիելյանը, չէ՞ կարծեմ ազգանունը։ Իրան չեմ էլ ճանաչում, բայց իր քայլը ես դրական եմ գնահատում։ Մարդը հայել է, վատ բան արել, բայց դրա դիմաց ինքը ներողություն է խնդրել հրաժարական։ Բայց կարող է թիմն ասես դրա։ Կապ չունի, հիմա թիմն է ասել, թե ինքն է ասել, ես դրական եմ գնահատում, որտեղ մարդը կարա խմած հայոյի, հետո օյախ ժամանակ հասկանա, որ սխալ բան արել, հրաժարական տալիս, բայց մի հարց, այդ մարդը հայոյել է ընդամենը, այն մարդը ծեծել է։ Հիմա այս մարդը հրաժարական է տվել, այս մարդը ծեծել է, ընդ որում բոլորի դիմաց 7 հոգով, ոհմակով հարձակվել են մի հոգու վրա, անունը դրել են տղամարդկություն, պատկերացրեք ինչ ողբերգական վիճակի մեջ ենք։ Ու այդ մարդը էլ պաշտոնում մնում է։ Հիմա հարց Փաշինյանի թիմին։ Հիմա այդ թիմը ո՞նց է իրան զգալու, որ երբ որ մի մարդը, որ պրոստը հայոյանքի դիմաց ինքը հրաժարական է տալիս, իսկ մարդիկ ծեծելու արդյունքում հələ մնում են պաշտոնին։ Դուք հասկանում եք այդ ինչա նշանակում։
Դա ես նույնիսկ եմ ասում, սա արդեն չի տեղավորվում ոչ մի տեղ, ցանկացած քաղաքացի անկախ իրանց քաղաքական հայացքից, ինքը մարդը հասկանում է, որ այս իշխանությունը արդեն պրծել է արդեն, որտեղ եթե դու չես կարողանում այդ մարդուն հրաժարական ուղարկես, որը ակնհայտորեն տեսնում եք այդ կամերայի ժամանակ ոնց էր ակտիվ ծեծում, այսինքն ինքը իր ակտիվությունը այդ բռունցքների, դուք եք տալիս, որ այդ մարդու մտածողությունը տենց է, այդ մարդը աֆրիկյան ցեղերի մտածողությունից շատ չի տարբերում իր մտածողությունը, հասկանում եք, բայց ամենազարմանալի կայունն է, որ իրանց անունը Եվրոպայի հետ արժեքներով, բաներով, չգիտեմ, խաղի մեջ են մտցրել, որ աշխարհակահաղական ինչ-որ դավադրություն ա իրանց դեմ, որ բուչա են գնացել, բան, դա ծիծաղելի է պարզապես։ Նույնիսկ եմ ասում, այդ մարդիկ անկեսորեն մտածում էին, որ խուլիգանություն անելով կարաս շղար սարքես արեմեցյան ամենալավ արժեքները, որպեսզի խուլիգանությունը կարող է անցնի։ Սա է ամբողջ խնդիրը։ Շատ լավ, վաղը 9 ամսի այսօր էլ 8-ներ երկրապահը գնացել էր Եռաբլուր Սասունի հետ միասին, ինչու, ես չգիտեմ, էլի, ասեն գնացել էր, ինչ ասել Վազգեն Սարգսյանին։ Գնացել եք, ինչ ասեիք այդ տղաներին։ Գիտեք, ես մի բան ասեմ ձեզ, մենք մայիսի 8-ին կորցրեցինք մեր տոնը։ Իսկ երբ որ երկիրը ժողովուրդը կորցնում է իր հաղթանակի տոնը, ժողովուրդը շատ մեծ հարված է ստանում։ Տեսեք, մայիսի 9-ին ռուս ժողովուրդը տոնում է իր հաղթանակը, եւ արդեն 80 տարի է ինքը տոնում է, չէ՞։ Շատերը ասում են, բայց ինչի է այտենց շատ կարևոր sense բան տոնում բան, որտեվ տոնը ժողովրդին կոնսոլիդացնում է, տոնը ժողովրդին համախմբում է, հաղթանակը միշտ համախմբում է։ Ես միշտ ասել եմ իմ ընկերների մեջ, միշտ ասում էի, որ ապրիլի 24-ը մենք սուքի օր է, չէ՞ մենք պետք է դնեինք սուքի եւ հաղթանակի օր պետք է մենք սարքեինք, էլի։ Էդի ժամանակը գա մենք կանենք, ինչպես որ արեց Իսրայելը։ Իսրայելը օրինակ սուքի տոն չունի, ինքը ունի սուքի եւ հաղթանակի տոն։ Շատ կարևոր է այդ հաղթանակը ֆիքսել։ Որտեղ վերապրել է ժողովուրդը, որտեղ վերապրել է, իհարկե։ Մեր ժողովրդի մեջ գիտակցությունը, մեր ժողովրդի մեջ գիտակցությունը պետք է առաջարկեր պետական վերնախավը, գիտակցություն ունեցավ։ Հիմա տեսեք, բայց մենք գոնե դրա դիմաց մենք ունեինք մայիսի 8։ Մեկ մայիսի 8-ը մենք չունեցանք, որտեղ մենք պարտվել ենք պատերազմին։ Սա մեծ հարված է մեր ժողովրդի համար, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ժամանակի ընթացքում մենք նորից հաղթանակի տոն ունենանք։ Իհարկե դա շուտ չի կարող լինի։ Այդ ով որ ասի թե շուտ կլինի, դա խափեփայա խուլիգանա կամ պոպուլիստա, որը այդ պոպուլիստների ժամանակն արդեն անցել են, բայց մենք պետք է դժվար կրտնաջան աշխատանքով, քայլ դնելով կամաց հասնենք նրան, որ մեր ժողովուրդը վերականգնենք, մեր ժողովրդի վստահությունը մեր պետականության նկատմամբ։ Հիմա ամենակարևորն ասեմ ձեզ, իմ շփումները առնվազն տալիս որ թիվ 1 խնդիրը մարդկանց մոտ դա հավատի կորուստն է սեփական պետության նկատմամբ։ Մարդկանց մոտ առաջի խնդիրը դառել է անվտանգությունը։ Մարդիկ չունեն երաշխիք, որ վաղը զարթեն կարող է ադրբեջանական տանկերը չմնան իրենց քաղաքում։ Դա ամենակենտրոնական խնդիրն է, Անժելա։ Սա այս խնդիրը պետք է մենք մարդկանց հոգիների մեջ փոխենք։ Իսկ հոգիների մեջ փոխելու համար առանց այս մարդկանց հերրաստանի ուրեմն հավատացեք ձեր պայքարի ուժին, որ այո, ամեն ինչի կարելի է պայքարով հասնել։ Ամեն ինչ ուղղակի չի հիասթափվել, չհայտարարել, որ մեզ էզորներ գցե գյուղացները թողնեմ գնալ, չէ, ինչ գնալ, իրանք պիտի գնան։ Ամենակարևորը դա է։ Վաղ ամսի 9-ն է, Ալիևը հրաժարվեց գնալ, Նիկոլը գնում է։ Տեսեք, Ալիևը հրաժարվեց, ես կարծում եմ, որ մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ ճնշում կար դրսից եւ Ալիևի վրա եւ Փաշինյանի վրա, որ իրանք չգնան Մոսկվա։ Գիտեք, որ Եվրամիությունը շատ սկզբունքային դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ, չնայած նրան Սլովակիայի վարչապետը գնում է, բանը Սերբիայի նախագահը գնում է, հա։ Հիմա Ալիևը Փաշինյանի գնալ չգնալու հարցը հետեւյալ բանով է մեզ բացատրում։ Ալիևը վերջի պահին է որոշել չգնալ, որտեվ ես գրեթե կասկած չունեմ, որ ինքը գնալու է, բայց երբ որ իր պատգամավորներից մեկը մեկնեց Մոսկվա եւ իրեն թույլ չտվեցին որ մտնի եւ ըստ էության ինքը գնահատեց դա վիրավորանք Ադրբեջանի նկատմամբ։ Ինչու, որովհետեւ ըստ էության եթե իրեն թույլ չէին տալու, ապա ինչ են իրեն հրավիրել այդ պատգամավորին։ Ինքը մտածում է որ իրեն փոխել են ստորացրին Ադրբեջանին, դրա համար ինքը որպես դեմարշ որոշել է չգնալ։ Ավելին կարող եմ ասեմ, Ալիևը այս վերջին ժամանակահատվածում, ես ուղղակի մի քանի ցուցանիշներ ասեմ, որ դուք պատկերացնեք։ Ինքը գնաց Չինաստան, հանդիպեց Սի Ցզինպինի հետ, մի ստրատեգիական մեծ պայմանագիր կնքեց, որից հետո Չինաստանի հետ լուրջ համաձայնագիր կնքեց, շատ լուրջ համաձայնագիր, որպեսզի իր երկրի դերը մեծացնի։ Որից հետո ինքը մեսիջ ուղարկեց Միացյալ Նահանգներին, որ պատրաստ է միանալ այսպես կոչված Աբրահամական համաձայնագրերին, որը Միացյալ Նահանգները փորձում են կնքել Իսրայելի եւ մի շարք արաբական երկրների հետ։ Ադրբեջանը արաբական երկիր չէ,
բայց ինքը պատրաստ է այդ համաձայնագրին միանալ, ցույց տալը, որ ինչ աստիճանի հավատարիմ է Իսրայելին։ Իսրայելի միջոցով նա փորձում է Տրամպի հետ ստրատեգիական հարաբերություններ հաստատել։ Այնքան մեծ դեր ունի սա, որ Իրանը ստիպված փորձում է որոշակի սիրաշահումներ անել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այս քաղաքականությունը հանգարց իր դեմ չլինի։ Դրա համար Իրանի նախագահան ստիպված գնում է Ալիևի մոտ հանդիպան եւ փորձում են, այսպես ասած, բարիդրացիական հարաբերություններ հաստատեն Ալիևի հետ։ Այսօր Ալիևը մայիսի 8-ն է, այսօր հենց այսօր այս պայծրությամբ գնում են գաղտնի բանակցություններ Բաքվում Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների հետ։ Իդեպ ասեմ, որ մայիսի 7-ին 3 պետք է Նյատանյահուն լիներ Բաքվում, 120 հոգյանոց հսկայական պատգամավորվանով խմբով պետք է գային Բաքու, որպեսզի բանակցեին Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու համար Սիրիայի հարցում։ Բայց վերջի պահին, քանի որ կար հակասություն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ Սիրիայի հարցի շուրջ, Թուրքիան հրաժարվեց դա անել, դա համար Նետանյահուն հետաձգեց այդ այցը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ղեկավարում է այսօրվա դրությամբ Ադրբեջանը, դուք կշշմեք, թե ինչ աստիճանի ինքը ինչ լեվելի մակարդակի քաղաքականություն է բանում, որ համեմատում ես իրեն Նիկոլ Փաշինյանի հետ, ուղղակի ողբերգական վիճակի մեջ ենք մենք անժանակ, ուղղակի ողբերգական։ Ինչու՞ չգնաց Նետանյահուն։ Որտեվ նույնպես եմ ասում, Նետանյահուն պատրաստում էր գնալ, որտեվ համաձայնեցված էր, որ պետք է արդեն Թուրքիայի նախագահի հետ արդեն իրենք, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրիական ուղղությամբ կա խորը հակասություն, Թուրքիայի, հա, Թուրքիան դեռ պատրաստ չէր, Նետանյահուն ասաց, որ ես անկապ հենց այնց պաշտոնական այցով չեմ ուզում գնամ Բաքու, որտեվ Թուրքիան պատրաստ չի գնա արդեն, այսինքն Թուրքիան դեռ պատրաստ չէ դրան, բայց ինքը 120 հոգյանոց բանով խմբով պատրաստում էր գնալ, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Ավելին կարող ասեմ, Ալիևը հայտարարեց, որ եթե մենք կարողանանք սիրիական թնջուկը լուծենք, ճանապարհ կբացվի Անդրկովկասյան տարածաշրջանի Ադրբեջանի ծրագրերը կյանքի կոչելու համար։ Ես ուղղակի ասում եմ ձեզ ինֆորմացիա։ Ու այս պայմաններում ինքը ինչ քաղաքականություն է տանում, ինչ լեվելով, Հայաստանում ինչ խղճուկ վիճակի մեջ ենք մենք հայտնված։ Դուք հասկանում եք, մենք ժամանակ էլ չունենք, բայց մենք ոչ միայն ժամանակ չունենք։ Ունենք, կհասնենք, կվռնդենք եւ կունենանք։ Ես նույնպես եմ կրկնում, ժամանակ չունենք այն իմաստով, որ մենք ռազմավարական իմաստով մենք այս հայտարարակ վիճակը մենք ուղղակի մենք ամոթալի վիճակի մեջ ենք, մենք հետագայում որ փոխենք, մենք ազգովի պետք է ամանչենք, որ մենք այս վիճակը մինչ հիմա հանդուրժենք։ Եվ պետք է ազգովի նաեւ մեր քաղաքական վերնախավն էլ ամանչի, որ մինչ հիմա կարացել է չի կարողացել այս մարդուն հեռացնել։ Եվ դրա պատճառները շատ ավելի ֆունդամենտալ, շատ ավելի խորը պատճառներ են, որ առանձին մի անգամ արժեն արդեն խոսենք, բայց դրա կարիքը չկա այս պայծրությամբ խոսել։ Նաև այդ փոխհրաձգություն ասեմ, արդեն պատերազմի այսպես նախանշանել, մեծ պատերազմի Պաղեստին, Հնդկաստան։ Հա, Պակիստան։ Պակիստան, Հնդկաստան։ Տեսեք, այդ որպեսզի մենք հասկանանք ինչ է կատարվում Պակիստանի եւ Հնդկաստանի միջև, ստեղ էլ շատ կարևոր մի հատ էլեմենտ կա, չնայած ուղղակիորեն կապված չի մեր տարածաշրջանի եւ Հայաստանի հետ, բայց ասեմ, ուրեմն Հնդկաստանի եւ Պակիստանի վեճը սկսել է 1947 թվականից, երբ որ բրիտանական այդ կայսրությունը փլվեց եւ այդ գաղութները փաստորեն վերացան, Բրիտանիան, որպեսզի կարողանա իր ազդեցությունը պահի, բաժանիր որ տիրեց սկզբունքով Ինդոստան էր այն ժամանակ կոչվում, Ինդոստանը բաժանեց երկու մասի, մահմեդական Հնդկաստանի եւ ինդուիստական Հնդկաստանի։ Այսօրվա Հնդկաստանը որ կա, դա այդ ինդուիստական Հնդկաստանը, իսկ Պակիստանը դա մահմեդական հնդիկներն էին, պայմանական sense ձևակերպենք, հա։ Բայց այդ երկու բաժանումից հետո Քաշմիրը ոնց որ իրանց Ղարաբաղը։ Այդ Ղարաբաղի համար, Քաշմիրի համար գնաց պատերազմ։ Պատերազմի արդյունքում մոտավորապես 60%-ը ստացան հնդիկները, մոտավորապես 40%-ը ստացավ, 35%-ը ստացավ Պակիստանը, մի 5% էլ ստացան չինացիները։ Եվ բայց խնդրեմը չլուծվեց, ինչի, որովհետև հնդկական մասի, Քաշմիրի հնդկական մասի բնակչության մոտավորապես 70%-ը մահմեդական է, 30%-ն է ընդամենը հնդիկներ եւ սիկխեր։ Հիմա տեսեք խնդիրը ինչի մեջ է։ Պակիստանը պահանջում է որպես ինտեղ գնա հանրակրվե, քանի որ գիտի որ մեծամասնությունը մահմեդականները կողմ կլինեն որպեսզի այդ մարզը միանա Պակիստանին։ Հնդկաստանը դեմ է, որտեղ պատմական իմաստով եւ պատմաիրավական տեսակետից այդ տարածքը եղել է հնդկական, որտեղ ավանդաբար 200 տարուց ավել այնտեղ իշխել են սիկխերը եւ սիկխերն էին պայմանագրվում բրիտանական կայսրության հետ, բարձրապես բնակչությունն էր մահմեդական, այսինքն
կա վեճը Հնդկաստանի եւ Պակիստանի վեճը պայմանական ասած հետեւյալն է Հնդկաստանը խոսում է պատմաիրավական տեսակետից Պակիստանը խոսում է զուտ ժողովրդագրական դեմոգրաֆիկ իմաստով այդ վեճը չի լուծվելու ոչ այսօր ոչ էլ վաղը ինչպես որ Ղարաբաղը չէ թե Նիկոլ Փաշինյանը չներ Ղարաբաղն է բայց հիշենք որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը հա հիմա տեսեք թշնամի երեք պատերազմ եղավ իրանց մեջ որպեսզի հասկանաք ինչ է իրանց ներկայացնում Պակիստանը առաջ պատերազմում բաժանվեց երկու մասի Քաշմիրը երկրորդ պատերազմում 1965 թվականին ոչ մեկ չհաղթեց վերջապես երրորդ պատերազմի 1971 թվականին Հնդկաստանի եւ Պակիստանի պատերազմի արդյունքում Հնդկաստանը հաջողության հասավ եւ չի Քաշմիրի հարցով հաջողության չհասավ, բայց Պակիստանի արևելյան մասը, արևելյան Պակիստանը անջատվեց Պակիստանից եւ ծնվեց Բանգլադեշ պետությունը։ Բանգլադեշը դա արևելյան Պակիստան բենգալացիներ են ապրում այնտեղ, մահամեդական են, բայց այդ մահամեդականները ուզում էին պակիստանցիներից տարանջատվեին։ Եվ այդ ժամանակ, երբ որ տարանջատվում էր գնում, ինքնորոշում էր գնում, ուրեմն Պակիստանը այնտեղ իրականացրեց Փարիզ բնիմաստով ցեղասպանություն 75 միլիոնոց ժողովրդից 3 միլիոն մարդ կոտորեց 3 միլիոն ցեղասպանություն կոտորեց ցեղասպանություն 3 միլիոն մարդ եւ մոտավորապես 30 միլիոն մարդ տեղահանվեցին մոտավորապես 10 միլիոնը փախստական դարձան Հնդկաստանում այդ 20 միլիոնը իրանց տեղին ոնց որ ասենք արցախցիները տեղահանվել են եկել են այստեղ սա Պակիստանը իր բնույթով ցեղասպան պետություն է Այդ դրա համար տրամաբանական է որ Պակիստանին աջակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ է։ Թուրքիան հայտարարեց, մենք հետո իհարկե 2 օր հետո ասենք մենք ամեն ինչ կանենք որ բանակցեն, բայց առաջին օրը հայտարարեց Էրդողանը որ մենք իրենց հետ ենք։ Իհարկե Թրամփի անհետ հայտարարությունը ամոթ է սա։ Չէ, տեսեք, Թրամփ, տեսեք, թե չէ։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունեն շատ հասկանալի պատճառներով, որտեղ Միացյալ Նահանգները ավանդաբար եղել են Պակիստանի դաշնակիցը, բայց հիմա չեն ուզում հարաբերությունները փչացնել Հնդկաստանի հետ։ Ռուսաստանը ավանդաբար եղել է Հնդկաստանի դաշնակիցը, բայց հիմա չի ուզում փչացնել Պակիստանի հետ։ Հնդկաստանը ինչ բալանսավորված եւ Ռուսաստանի հետ եւ Ամերիկայի հետ տեսեք մոդելի։ Տեսեք, դա բալանսավորված քաղաքականությունը արդյունք է տվել, որ եւ Ռուսաստանը եւ Ամերիկան չեն ուզում նորմալ հարաբերություններ ուզում պահին եւ այդ Չինաստանն է Պակիստանին աջակցեց զուտ իր կոնյունկտուրային պատճառով։ Միակ երկիրը որ անվերապահ աջակցեց Հնդկաստանին դա Իսրայելն էր։ Չէ, Թուրքիան է։ Չէ, Հնդկաստանին։ Հա, Հնդկաստանին։ Դա Իսրայելն էր, հա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեսեք, մեր ժողովրդի մեջ մենք խոսում ենք որ մենք Հնդկաստանի դաշնակիցներ ենք, բան, չէ։ Բայց հենց որ գալիս է այդպիսի վիճակ, մենք լռում ենք, ոչ մի բան չենք խոսում, չէ։ Բայց բնության մեջ լինում է միակողմանի դաշնակիցություն։ Ընդ որում բոլոր բաներ ունեք, նույն այդ Պակիստանը ձեր չի ճանաչել, եղել է ձեր թշնամու։ Մի հատ ձևական հայտարարություն չեղավ արտաքին գործերի նախարարության կողմից, որտեղ գոնե թեթևակի գոնե մարդիկ տեսնեին, որ մենք մեր սիմպաթիան Հնդկաստանի կողմն էր։ Այսինքն Պակիստանը մեզ ընդհանրապես չի ճանաչում, բան չի անում, բայց հետո վաղը մյուս օրը որ մենք խնդրեմ ունենանք, մարդիկ ասում են, բա ինչի Հնդկաստանը մեզ չպաշտպանեց։ Հարգելի ժողովուրդներ, շատ պարզ որովհետև միակողմանի դաշնակցային հարաբերություններ չի լինում։ Եթե դուք ուզում եք դաշնակցային հարաբերություններ Հնդկաստանից, կներեք, դուք էլ պետք է կարողանաք Հնդկաստանին մի հատ ռևերանս անեք։ Գոնե ռևերանս խոսքերով։ Եթե դուք դա չեք ուզում անեք, մի ակնկալ եք իրանից արդեն դաշնակցային հարաբերություններ։ Չի կարող, եթե այն ժողովուրդը, որը մտածում է, որ պետք է միակողմանի իր մենակ աջակցեն, դա այդ ժողովուրդը ուրեմն պետականաստեղ ժողովուրդ չի։ Դա նշանակում է այդ ժողովուրդը դաշնակցային պատկերացում ունի։ Ինչքան միամիտ եք, ոնց կարող այդպիսի պատասխան, այդպիսի հայտարարություն անի, եթե դա Էրդողանին Թուրքիային դուրս չի գալու, իհարկե, այս առանց հեգնանքի հումորի եմ ասում։ Վստահաբար որ չէր կարող Նիկոլը իրեն թույլ տալ նման բան։ Ես դուք կրկնում, այն ժողովուրդը, որը մտածում է, որ պետք է իրան միակողմանի օգնել առանց որևէ շահի, այդ ժողովուրդը խնամակալի մտածողություն, այսինքն ինքը մանագալի ոչ թե դաշնակից, այլ խնամակալ։ Այդ ժողովուրդը պետականաստեղ ժողովուրդ չի։ Եթե մենք ուզում ենք պետությունը պահպանենք եւ շարունակենք, մենք պետք է դուրս գանք այդ խնամակալի մտածողությունից։ Չնեղանանք այդ բաներից։ Սերբերը, Սլովակները, տեսնում եք ինչ են անում, ամբողջ արևմուտքը հավաքական իրանց դեմ է։ Ի ասում են նորից սանկցիաներ, հիմա 7 կետանոց նոր փաթեթ է դնում։ Ճանապարհը Էստոնիայից փակեցին, թույլ չտվեցին, գնաց հիմա այն մեկը մնացել է այնտեղ, ասում է ճանապարհ կգտնեմ կգամ, մյուսը գնաց Բաքու իջավ, բայց միևնույն է երախտամոռ չեն, ասում են Ռուսաստանը կանգնել է մեր կողքը եւ մենք այդ հաղթանակը կերտել է նաև սովետական միության ժողովուրդը։ Մենք պիտի լինենք այդտեղ, ճիշտ է։ Որտեվ այդ ժողովուրդն ունեն նույնը նաև Չինաստանը, այսօր հիմա պատմական բանն է լինելու 3 օրյա հանդիպում է։ Տեսեք մի հարց եմ, ես նույնպես եմ կրկնում, կա երկու պետություն, Հայաստան, Ադրբեջան։ Ադրբեջանի ղեկավարը ստրատեգիական դաշինք է կնքում Չինաստանի հետ։
ակտիվ աշխատում է Տրամպի վարչակազմի հետ, որ բան անի։ Իսրայելը հետ փորձում է ստրատեգիական հարաբերություններ, Իրանի հետ բալանս է պահում, Ռուսաստանի հետ բալանս է խաղում։ Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, ինքը ըստեյության արտաքին քաղաքականության մեջ ֆունդամենտալ լեվելն է բարձրացնում որպես պետություն։ Մեր մոտ հենց տեսեք թե ինչ է կատարվում։ Ունի, պարոն Բոսյան, ունեք մի մակարդակի արտաքին դաշնակից ունեք։ Հիմա հարց։ Ասում եք, մտածում եք ինչու պետք է, սրանից հետո ինչու պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի հավասար դիրքորոշումներ ունենան Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կամ Չինաստանը։ Ես ուզում եմ մեր ժողովրդին հարցադրումը տամ։ Ես ուզում եմ որ մեր ժողովուրդը հասկանա, որ քանի դեռ մենք ունենք այսպիսի խայտարակ, խեղճուկերակ քաղաքականություն, երբեք ոչ մեկ հավասարապես չի լինելու մեր վերաբերյալ։ Ռուսնա մեղավոր։ Չէ, այտենց բան չկա, դա արդեն մարդիկ ռուսներն են մեղավոր, ռուսները այսպես։ Ռուսները եթե միտեղ ռուսներն են մեղավոր, բանը Տրամպն է մեղավոր, Չինաստանն է մեղավոր, բոլորը նշանակում մենք ենք մեղավոր։ Այսինքն մենք պետք է մեր մեջ մանգանք այդ ամեն ինչը, որ եթե մենք ստացել ենք վիճակ, որտեղ մենք փաստացի բոլորին մերժում ենք, բոլորին ենք մերժում փաստացի, որտեղ այն մարդկանց էլ որ չենք մերժում, տեսեք մենք Հնդկաստանին համարում ենք դաշնակից, բայց այդ պատերազմի ժամանակ մի հայտարարություն չենք կարել, այսինքն մենք այնքան շուստր ենք, որ մենք ուզում ենք որ մեզ մենակ աջակցեն, մենք իրաց այդպես բան չի լինում բնության մեջ, պետությունների մեջ, պետականաստեղծ ժողովրդների մեջ իր հավասարության սկզբունքն է աշխատում, եթե մենք մեկին մյուսին չենք հարգում, պետք է չակնկալենք ընդեղից էլ մեզ աջակցություն, սա է ամբողջ խնդիրը, այսինքն մենք պետք է այդ գիտակցությունը փոխենք, որպեսզի մենք կարողանանք լուրջ պետություն ունենալ։ Այդ գիտակցությունն ամենակարևոր փոխելը։ Եթե մենք գիտակցությունը փոխեցինք, մենք իսկապես կարող ենք հասնել լուրջ հաջողությունների։ Տեսեք հիմա Ադրբեջանը, որ ընդամենը 100 տարի առաջ է պետություն դարձել, ազգ դարձել, ինքը իր ղեկավարի շնորհիվ կարողանում է այդ խնդիրը լուծել։ Մենք, որը մի քանի հազար տարվա պետություն է, ժողովուրդ ենք, մենք սենց խեղճ վիճակի մեջ ենք հայտնվել, մենք ում ենք դարձել երկրի ղեկավար։ Սա է ամբողջ խնդրեմը։ Ամոթ է որ մենք սենց վիճակի մեջ մնանք։ Շատ լավ, դուք ասեցիք ինչու չգնաց, խնդրում եմ այս հարցին արդեն համառոտ պատասխանեք, ինչու գնաց ինչու է գնում Նիկոլը եւ ինչ է սպասվում։ Շատ պարզ, որովհետեւ Փաշինյանը մեծ ակնկալիք ուներ, որ Թուրքիայի աջակցությամբ Թուրքիան կճնշեր Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը զսպեր իր ախորժակները, բայց պարզվեց, որ Թուրքիան կամ չի կարողանում կամ չի ուզում, մենք գիտենք որ չի ուզում, ինքը մտածում է որ չի կարողանում, որ այդ ախորժակները զսպել։ Արևմուտք հասկացողությունը մենք միշտ էլ ասել են, որ գետնի վրա արևմուտք գոյություն չունի այս տարածաշրջանում։ Այս տարածաշրջանում կան 3 ռեգիոնալ ուժեր՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Ուրիշ ուժ օբյեկտիվորեն չի կարող ունենալ։ Կարող ունենալ տնտեսական իմաստով միայն Չինաստանը։ Կարող ունենալ զենքի վաճառքի մասով Հնդկաստանը։ Կարող է ունենալ դիվանագիտական իմաստով Ֆրանսիան, բայց ռեգիոնալ գետնի վրա առարկայական ամբողջական ուժեր կան 3 ուժ, 4-ը չի կարող լինել՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան։ Հիմա հաշվելով այս իշխանությունը, քանի որ ամեն ինչ անում էր, որ Թուրքիայի հետ ակտիվ աշխատեր եւ փորձում էր հեռանալ Ռուսաստանից, որովհետեւ կար իր համար իշխանության անվտանգության խնդիր, որովհետեւ իրանք գցել էին ռուսներին, վատ էին վերաբերվել, ռուսները շատ վատ հարաբերություններ էին պահել եւ իրանք շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի հետ իրանք ստրատեգիական իմաստով ապագա չունեն հարաբերությունների մասով։ Իրանք ամեն ինչ անում էին, որ Թուրքիայի հետ լուծեն այդ խնդիրը, բայց իրանք չկարողացան լուծել, որովհետեւ ավելիից ավելի էր պահանջում Ադրբեջանը։ Թուրքիան էլ անընդհատ ասում էր, որ մինչեւ Ադրբեջանը չլուծես քո խնդիրը, մենք քո հետ նույնիսկ սահմանը չենք բացի։ Այս տեսնելով այս ամեն ինչը, այս իշխանությունը արդեն մոլորված վիճակի մեջ է։ Մոլորված վիճակի մեջ ինքը արդեն վախենում է բոլորից, վախենում է Թուրքիայից, վախենում է Արևմուտքից, վախենում է Ռուսաստանից, վախենում է Ադրբեջանից, ինքը վախերի մեջ ապրող արդեն երկիր է դարձել։ Ինքը քանի որ վախենում է բոլորից, ինքը փորձում է բոլորին ինչ-որ փոքր բանով բավարարել։ Մայիսի 9-ի այցը ես դրանով եմ միայն բացատրում, ինքը պարզապես վախենում էր չգնալ, եթե հանգարտ չգնար, ինքը դեմարշ կներ, թե մայիսի 9-ը Ռուսաստանի համար շատ մեծ դերակատարում ունի, հատկապես հայ ժողովուրդն էլ երկրորդ համաշխարհային պատերազմում մեծ դերակատարություն ունի, 600,000 հայ մասնակցել է, որից կեսը փաստացի զոհվել են, ըստ էության մեր ժողովրդի մեջ էլ այդ բանը պատերազմի հիշողության մեջ կա, բոլորիս պապերը մասնակցել են դրա մեջ, այս ամենը, այո, այս ամենը հաշվառելով ինքը չէր կարող չգնալ մայիսի 9-ին, շատ պարզ խնդիր է, բայց լուրջ վերաբերվել, որ այս մարդը ինչ որ լուրջ ստրատեգիական ինքը արդեն փլված մարդ, ինքը արդեն իր միսիան, առաքելությունը ամբողջովին ավարտել է, ինքը պրավալ տվեց պատերազմը, պրավալ տվեց բանակցային գործընթացը, պրավալ տվեց մենք կորցրեցինք Արցախը,
Պրավալ տպել Հայաստանի անվտանգության խնդիրը բոլորի համար տեսանելի է։ Բնականաբար, եթե դու ունես անվտանգության պրավալ, ոչ մեկ քեզ ներդրումներ չի անի, սոցիալական արդարություն չի լինի, գյուղացիությունը այսպես վիճակի մեջ կլինի, կհարստանան մենակ բանկերը եւ այն շրջանակները, որոնք միջազգային տնտեսության մեջ ինտեգրված են։ Շատ པարզ խնդիր է, այսինքն այս երկիրը արդեն ձախողված երկիր է դարձել, եթե մինչև 18 թվական ուներ խնդիրներ, շատ լուրջ խնդիրներով երկիր էր։ Հիմա արդեն դարձել է ձախողված պետություն։ Այս ձախողված պետությունը, որ եթե մենք հիմա չշտկենք, ինքը վերջնականապես կկործանվի, կքանդվի, սա է խնդիրը։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։